Շորովածին Անահիտ Մանասյանը ձեզ ընդունեց։ Ոչ, մարդու իրավունքների պաշտպանը չընդունեց, իր ներկայացուցիչների հետ հանդիպեցինք, մի քանի աշխատակիցների հետ եւ ներկայացրեցինք մեր ակցիայի գաղափարը, նպատակը, իմաստը, այն ինչ որ հրապարակայնորեն այստեղ հայտարարվեց մեր եւ հանրության եւ լրագրողների ակնկալիքների առնչությամբ, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նման դեպքերում մեր կարծիքով պետք է համապատասխան հայտարարություններով հրապարակային հանդես գա, այցեր կատարի, այդ ամեն ինչը մենք ներկայացրեցինք, իրենց հերթին տեղեկացրեցին, որ գրավոր եւ բանավոր ընթացակարգերով համապատասխան կառույցների հետ Նարեկ Սամսոնյանի գործի առնչությամբ կապի մեջ են, ունեն մարդու իրավունքների պաշտպանի կողմից կիրառված որոշակի գործիքակազմեր, այդ գործիքակազմերի կիրառման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի կողմից չի ընտրվել հրապարակային հայտարարությամբ հանդես գալու եւ այց կատարելու գործիքակազմը այսօրվա պահի դրությամբ, դա էլ շեշտենք, մենք ասացինք, որ հանրային ընկալումներում այդպիսի լռությունը դիտարկվում է որպես հանցակցություն, իրենք այդ գնահատականի հետ բնականաբար համաձայն չէին, քանի որ իրենք ասում են, որ գրավոր ընթացակարգով, բանավոր ընթացակարգով կապի մեջ են եւ ՊՕԱԿ-ի եւ քրեակատարողական հիմնարկի հետ։ Ես իմ անունից դիմում կներկայացնեմ, որպեսզի տեսնեմ, թե ինչ տեղեկատվության են իրենք տիրապետում եւ ինչ տեղեկատվություն են փոխանցում նաեւ մեր միջազգային գործընկերների Նարեկ Սամսոնյանի դեպքի առնչությամբ եւ ընդհանուր առմամբ ներկայացրեցի հրատապության խնդիրը, հացադուլի հանգամանքների հետ կապված խնդիրը, պատժախցի արկայությունը, որը մեր կարծիքով անհամատեղելի է հացադուլ իրականացնող անձի հետ եւ նրա օրենսդրական իրավունքների խախտումը, քանի որ ՔԿՀ-ների ներքին կանոնակարգի համապատասխան հոդվածի համաձայն պատժախցի պայմանները հացադուլ հայտարած անձի համար նոր խցի պայմանները, որտեղ նրան ապահովում են հացադուլ իրականացնելու համար, չի կարող ավելի վատը լինել, քան մինչ հացադուլ հայտարարելը եղած խցի պայմանները։ Այս հանգամանքն ենք շեշտադրել ենք հացադուլի 11 օրերի ընթացքում այց չկատարելու հանգամանքը, առողջական խնդիրների հանգամանքը եւ իրանց դիտարկումն է նա, որ դա իրանք ունեն գործիքակազմի տարբեր տեսակներ եւ իրենք են ընտրում, թե որ գործիքակազմով արձագանքեն կոնկրետ դեպքին։ Եթե հարցեր ունեք, խնդրեմ։ Հիմա ձեր ակնկալիքը ո՞րն է մի գրասենյակից եւ կար բացատրություն, թե ինչու անձամբ Անահիտ Մանասյանը ձեզ չընդունեց եւ չլսեց։ Անահիտ Մանասյանը ինչ որ խորհրդակցության էր, դրա համար ինքը անձամբ չընդունեց, բայց մի քանի բաժնի համապատասխան աշխատակիցներ, որոնց որ կարող էր վերաբերելի լինել խնդիրը իրենք ընդունեցին։ Կոնկրետ այցերի հետ կապված, թե ինչու Նարեկ Սամսոնյանին այց չի եղել, արդեն ասացի, իրենք ասում են, որ իրենք են ընտրում, թե որ գործիքակազմով կոնկրետ դեպքին արձագանքեն։ Մանրամասներն ինչա եւ դա արդյոք ձեզ համար ընդունելի էր իրենց վերած այդ բացատրությունը։ Բնականաբար ընդունելի չէր, մենք նաեւ հիմնավորեցինք մեր տեսակետը, որ Նարեկ Սամսոնյանը, կներեք, Նարեկ Սամսոնյան թող ինձ ների այս արտահայտության համար շարքային հանցագործ չէ, բռնություն գործադրած մարդ չէ, թմրամիջոցների առուվաճառքով անցնող մարդ չէ, հրապարակային մեդիագործիչ լրագրող է, ում քրեական գործը առնչվում է անմիջապես խոսքի ազատության սահմանափակմանը, ում ամբողջ այս դատավարական ընթացակարգը եղել է մարդկանց աչքի առաջ, հանրության աչքի առաջ, եւ որի քրեական գործի մյուս կողմում կանգնած է իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ։ Սրանք հանգամանքներ են, որ Նարեկ Սամսոնյանին չեն այսպես հավասարության մեջ դնում մնացած բոլոր Հայաստանի Հանրապետության կալանավորների եւ դատապարտյալների հետ։ Նարեկ Սամսոնյանը անձ է, ով հրապարակային մեդիագործիչ է, ով ինքն իրեն հայտարարում է քաղբանտարկյալ, ում վերաբերյալ միջազգային կառույցները նախկինում նմանատիպ գործի առնչությամբ հանդես են եկել հայտարարություններով արձանագրելով նրա իրավունքների խախտում, բնութագրելով նրան որպես քաղբանտարկյալ։ 5 իրավապաշտպանների նախաձեռնության հայտարարություն է եղել, որտեղ հայտարարվել է, որ նրանք 19:00 բանաձևով Նարեկ Սամսոնյանը 19:00 բանաձևով քաղբանտարկյալ հանդիսացող անձ է։ Եվ սրանք հանգամանքներ են, որոնք չեն կարող նրան մյուս բոլոր մարդկանց հետ հավասարության մեջ դնել։ Եվ մարդը, ով որ հետապնդվում է քննադատական խոսքի համար, քաղաքական խոսքի համար եւ այս քրեական գործի մյուս կողմում շատ կարեւոր հանգամանք կանգնած է իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ։
Եվ բոլոր այդ նոյեմբերի 13-ից սկսած բոլոր այդ ապօրինությունների շղթայի մասին շատ հակիրճ ներկայացրեցինք եւ մենք ինչպես մեր անունից, այնպես էլ հանրության անունից, որովհետեւ մեզ էլ են գալիս հարցնում մարդու իրավունքների պաշտպանից Նարեկ Սամսոնյանին այց եղել է, թե չէ, ինչու կա այդ ակնկալիքը մարդկանց մոտ։ Որովհետև շատ դեպքերում հերթական այցեր այսպես թե այնպես ունենում է, բայց շատ դեպքերում նմանատիպ աղաղակող խայտառակ ապօրինությունների դեպքում արտահերթ այցեր լինում են եւ արտահերթ այցերի գործիքակազմը չընտրելու բացակայությունն էլ համապատասխան ընկալումներ է առաջացնում մարդկանց մոտ։ Լրագրողներն են համապատասխան հարցադրումներով իրանց հանդես գալիս, չէ՞։ Այսինքն այդ ակնկալիքը կա, որ մարդու իրավունքների պաշտպան իր սահմանադրական մանդատի շրջանակներում պետք է գործի համապատասխան եւ նմանատիպ գործերի առնչությամբ պետք է արձագանքի։ Դա միայն մեր ակնկալիքը չէ, դա հանրային ակնկալիք է։ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հենց դրան է միտված։ Այս բոլոր հարցերի մասին խոսել ենք, ես տեղեկացրեցի իրենց, որ դիմում կներկայացնեմ հասկանալու համար, թե իրենք ինչ տեղեկատվության են տիրապետում եւ ինչ տեղեկատվություն են փոխանցում մեր միջազգային գործընկերներին, որովհետեւ մենք օրինակ Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսից մեզ տրված պատասխան նամակում տեղեկացվել էինք, որ իրենք տեղեկատվություն են ստանում կոնկրետ գործի առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Եվ մեզ հետաքրքիր է, թե իրենք ինչ տեղեկատվություն են փոխանցում։ Այս բոլոր հարցերի շուրջ մենք կապի մեջ կլինենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն լուսաբանելու համար։